Արմեն Մկրտչյան, Շնորհակալություն, պարոն քաղաքապետ, հարգելի ներկաներ, սիրելի երևանցիներ, պարոն Մանուկյան, ես ձեր ելույթը լսում էի, դրա համար խնդրեցի, որ ուզում եմ խոսել չզեկուցվող հարցերից 19-րդ կետի մասին, Աշոտ Մանուկյանի անունով փողոց անվանակոչելու։ Ես այն երջանիկ մարդկանցից եմ, որը ճանաչել է Աշոտ Մանուկյանին։ Հարցի շուրջ է, խնդրում եմ լսեք։ Երկու մեջբերում անեմ Վազգեն Սարգսյան սպարապետի խոսքերից Աշոտ Մանուկյանի մասին։ Աշոտը մեր ազատագրական պայքարի ամենավառ դեմքերից է։ Աշոտը երբ մտավ պայքարի մեջ, մենք դեռ ոչինչ չունեինք։ Եվ իր ջոկատը, որն ավելի էր քան ջոկատ, նրա ծավալով, նրա կազմակերպվածությամբ, նրա զինվածությամբ, շատ լավ հիշում եմ, մեծ զինամթերքի պաշար բաժանեց ամբողջ հանրապետությունով մեկ։ Արդեն այն ժամանակ Աշոտը պետական տղա էր, պետություն չունենալով։ Սա ես մեջբերեցի սպարապետի խոսքերից, ընդամենը մեկ փոքր հատված։ Իմիջիայլոց այս հարցը քննարկվել է ակտիվ քաղաքացի հարթակում եւ ստացել ակտիվ քաղաքացի հարթակի պատմության մեջ ամենաշատ դրական մեկնաբանությունները։ Սիրելի երևանցիներ, սիրելի դավթաշենցիներ, ինչ արեց Ռոբերտ Քոչարյանի Մայր Հայաստան խմբակցությունը։ Պարոն Մկրտչյան, ամենայն հարգանքով հարցի շուրջ չի։ Վերջացում, չէ, հարցի վերջացում, շատ եմ խնդրում։ Մշակույթի և սոցիալական հարցերի գլխադասային հանձնաժողովի նիստի ժամանակ Մայր Հայաստան խմբակցությունը այս նախագծին քվեարկել է ձեռնպահ։ Այսինքն նրանց համար մեկ է, հերոսի անունով փողոց կլինի, թե չէ։ Խոսում եք Արցախից, խոսում եք հայրենասիրությունից։ Պարոն Մանուկյան, հրամանատարի օգնականներ եք, իրար կողք նստած։ Սկզբից քվեարկել եք ձեռնպահ, այսօր դեմ եք Աշոտ Մանուկյանի անունով փողոց անվանակոչելու։ Դուք ինքներդ Պարոն Մկրտչյան, Պարոն Մանուկյան ջան, մեկ րոպե, այդ մի րոպե, հա, այդ 21, 22, 6 Պարոն Մանուկյան, մի րոպե, պարոն Մանուկյան, մի րոպե, ինքներդ ձեզ մի հակադարձեք, շատ հարգելի գործընկերներ, կներեք, Պարոն Մկրտչյան, ամենայն հարգանքով կներեք ինձ, խնդրում եմ ամփոփեք, որովհետև հարցի չի վերաբերվում։ Ամփոփում եմ։ Այդ 21, 22, 6, 7, 5 հարցերը, որ առաջարկում էիք դառնալ զեկուցվող, այդ 19-րդ հարցը առաջարկեիք, որ դառնալ զեկուցվող, որ այսօր ճակատները պարզ լներ։ Հանդիսանալով հրամանատարի օգնականներ դեմ քվեարկեցիք, հրամանատարի անունով փողոց անվանակոչելու։ Ժողովուրդը սա չի մոռանալու, հիշացնելու է։ Շնորհակալություն, պարոն Մկրտչյան։ Պարոն Կուբաձյան, ձեր ելույթը հարցին է վերաբերում։ Քանի որ իմ հարցը ծագեց քննարկման ընթացքում, իմը հարցը, որը հարցին է վերաբերվում։ Ընտրեմ։ Լռություն, ժողովուրդ ջան, լռություն, պարոն Կուբաձյանին ենք լսում։ Պարոն Ավինյան, ձեր բառապաշարն եմ ստիպված օգտագործել, ես ամենը մի քիչ կրկեսյան նման, որտեվ Պարոն Հովհաննիսյանը, հետո դուք իլուր Երևանի հայտարարում եք, որ կարող ենք վճարել Երևան էմով, ես հենց նոր փորձում եմ Երևան էմով ոչ մի տվյալ չի բերում։ Ինչ որ մեկը փորձարկել այս համակարգը, որտեվ արդեն
տարվա սկզբին որոշումը ընդունում եք, 4 ամիս հետո երկարաձգում եք, հետո էլի եք 2 ամսով հետո երկարաձգում։ Եթե պատրաստ չի, մի տարի հետո ընդունեք այս որոշումը։ Հիմա որ հայտարարեք Երևան EM-ով կարող ենք վճարել ու համակարգը չի աշխատում։ Չէ, պետք չի օգնել, որտեղ իմ տվյալները չի բերում, պարոն Հովհաննիսյան։ Պարոն Հովհաննիսյան, ոչ թե չի ստացվում, այլ չի բերում, չի աշխատում։ Պարոն Կուբացյան, չգիտեմ ինչ խնդիր եք ունեցել, բայց վստահաբար աշխատում է, փորձարկվել է մի քանի անգամ։ Իսկ այդ համակարգը Հանրային ծառայության համարով եք փորձել։ այո։ Ձեր հանրային ծառայության համարով ճշգրիտ մուտք ա Չէ, ինքը սխալ չի ասում, դու իմ տվյալները բերում է, բայց 0 է ցույց տալիս։ Ոչ մի վճար չի ցույց տալիս, էլի։ Կարող է պարտք չունեք։ Իսկ այս համակարգը Երևանի քաղաքապետարանի պատվերով է մշակվել, ինչ որ ով է մշակել, ինչքան գումար է ծախսվել այս ամեն ինչի վրա։ Արտահերտ ելույթով կանադառնանք։ Պարոն Զարոկյան, հարցին է վստահ եմ վերաբերում, չէ՞ ձեր ելույթը։